Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար ստացել են 953 միլիոն 390 հազար 305 Հայաստանի Հանրապետության դրամի չափով պարգևավճարներ օրենքով սահմանված պահումները ներառյալ։ Այս մասին Փաստինֆոյին փոխանցում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։ Պեկից նաև Փաստինֆոյին հայտնում են, որ նշված գումարը շուրջ 2700 աշխատակցի համար է նախատեսված եղել, իսկ ինչ վերաբերում է պարգևավճարների հաճախականությանը, ապա Պեկի խոսնակը նշել է, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Այս պարգևատրումները կապ չունեն 13-րդ աշխատավարձ ասվածի հետ յուրաքանչյուր տարի Պեկում նույնն է, շուրջ 2700 աշխատակցի հաշվով այդ պարգևավճարի ֆոնդը հատկացված։ Ամեն տարվա նույն պատկերն է, հայտնել են Պեկից։ Նշենք, որ թափանցիկ գործելավոճի քարոզանող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք չեն հայտնում, թե որքան պարգևավճար են ստացել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ու տեղակալները, քանի որ ստացած պարգևավճարների չափն անձնավորված են եւ չեն կարող տրամադրել։ Հետաքրքրականն այն է, որ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն նախարարներն ամանորին ստացել են 7-ից 8 միլիոն դրամ պարգևավճար, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները 3 միլիոն դրամ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե բարձր պարգևատրումները միտված են նվազեցնել կոռուպցիայի գաղթականությունը, ինչը փաստորեն չի ստացվում։ Տարին նոր է սկսվել, բայց արդեն Պեկի 7 աշխատակից է ձերբակալվել կոռուպցիոն հանցագործություններով։ 5 հոգու ձերբակալության մասին հայտնի դարձավ հունվարի 15-ին, իսկ 2 հոգու մասին 3, որոնք ձերբակալվել էին 9 միլիոն դրամ կաշառք ստանալու պահին։